Հուլիսի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը։ Այն անցավ լարված մթնոլորտում։ Տուժող կողմի ներկայացուցիչներ Հայկ Հակոբյանը եւ Արթուր Հակոբյանը սպառնացին եւ հայհոյեցին Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, երբ վերջինս տուժող Էմմա Հակոբյանից հետաքրքրվեց, թե նա ճանաչում է արդյոք վթարի մանրամասներ պատմած Սիրանուշ Տրուզյանին։ Միրոպե, ուժող իրավաճող ես ուղղակի լուր պահեք, մի խոսեք, տեսնում եք, որ կարգը խախտում է դուրս է գալիս, կապ չունի։ Երկու կողմի թող վերաբերվի։ Ուրեմն, երկու կողմի թող վերաբերվի, սպասեք, դուք սպասեք, ուրեմն տուժող Արթուր Հակոբյանը և Հայկ Հակոբյանը դատարանի դահլիճից հեռացվում են 4 ժամից։ Փաստաբանը միջնորդություն ներկայացրեց դատարանին քրեական գործ հարուցել իրեն վիրավորելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Ակին դատարանի նկատմամբ անհարգալից վիրավորանք դրսևորվում է նաեւ պաշտպանի դատավորության մասնակցին, այդ նաեւ պաշտպանի դատական դահլիճին վիրավորել։ Եվ հայացքներ եւ վիրավորանքները նույն արվելը ձայնարկությունները կան եւ տարբեր լրատվամիջոցներ հրապարակել են, պաշտպանի նկատմամբ հայանքը հնչեցնում տեղում նստած, այսօր էլ բարձրացան հնչեցնում է եւ դա արդյունք է ձեր կողմից որևէ միջամտություն համապատասխան գնահատական չտալը։ Ինձ համար ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց զարմանալի է, որ ուժողի ներկա չէ նստած տեղում փաստաբան ոչ մի ձև չի արձագանքում, որ քարտի լավի է եւ դատախազները դրում է թե Լավ, հիմա միջնորդություն եք անում, թե բոլոր կողմերի գնահատականն եք տալիս։ Հա, դե արեք ձեր միջնորդությունը դատախազի քրեական գործ հարցերը, որովհետեւ քրեական օրենսգրքում հանցագործություն են համարվում եւ 242 գործված ավտովթարը եւ այդ պաշտպանությունը վիրավորանք հասնել։ Եթե դուք դատարան եք քրեական գործ եք գնում, պետք է անպայման պահպանեք նաեւ օրենքը, պահպանեք դիմել դատախազին։ Շնորհակալ եմ։ Հաստատանի վարքագիծն է այս իրավիճակին առաջացնում, որպեսզի դժոխ կողմը դիրքորոշման հանդես գա։ Ես նախապես ասեցի, որ հարց ձևակերպեք։ Պետք չի հրահարել, հետո վերջում միջնորդություն անել, որ եւ այլն։ Մի խոսեք տեղից, պաշտպան։ Բայց եթե տեսնում եք վերջին դավարություններին արդեն դուրասները չեն զուգա, սիրտ չունի, այսօր սիրտ չունի, ես չեմ կասում գարիստան կական։ Ես հասկանում, որ պաշտպանը և Հայաստանը երկրի ուղղությամբ կրակեն ինձ, այսպես է կարակետպես, չենց ես կրակեն ոչ չկա։ Ես որապես հասկանում չեմ կատարում, և վարժանապատություն զգացում որ նարված է նույն պաշտպանես։ Ես ներկայությամբ խնդրում բարձրացնել թախանձարի ընդունում, որ հայրատուն ինձ դրված։ Ես կանք ինձ վրա վերցնում։ Ես կան ժամանակ իննանից ես որ իստերեմ ձեն շման։ Աստված գիտի ինչ է կատարում, տանիքները ողջության մեջ, արտիքի ողջության մեջ։ Ես դատա երբ պիտի վերջանա Աստված գիտի, հիմա ուզում եմ երկրորդ դատը սկսի։ Հիմա երկրորդ դատավարություն ես ինչ չեմ դի։ Ոչ մեկին չի դի։ Ես խնդրում ես ուշադրություն, խնդրում հետ վերցնել պատկերացրեք, որ հայրյանքները ինձ եք ուղղած։ Ես դա ընդունում եմ նորությամբ, որպես ինձ հասանելի խոսք։ Թախանձարի խնդրում, հաղթացակին հասկացակին, պետք չի իշխանություն։ Լավ, պետք չի։ Նիկոլայ Բաղդասարյանը նաև միջնորդություն ներկայացրեց գործին կցել տուժողի կողմից լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցը, որի ընթացքում տուժողն այլ բան է ասել, իսկ դատական նիստին մեկ ուրիշ բան։ Ուրեմն առաջի ցուցմունք տալով այդ 22-ին, այդ օրն են Հակոբյանին հատկի, որ երեխեքը մահացեցին։ Ես այս անգամ խնդրեցի ասի մի շահարկեք այդ ցուցմունքը, այդ օրը, այդ առաջի ցուցմունքի օրը, դե ինչ է։ Ես չեմ ուզում ասեմ, որ ես ոչ մեկին չեմ է ցանկանում, եթե ինչ-որ
Մեկի իրա եւ աղբոր երեխեն միաժամանակ իմանալ մահացել են, քնիչը պետք է իրան թույլ չտար գնար ցուցմունք եկալ։ Նախկինում բոլոր քննիչները մինչև 40-ը չի լրացել, ոչ մեկ չի գնացել արձակնության։ Իսկ հիմա գնում են դագաղի կողքը արդեն արձակնում։ Արտացի Գորյանը ցնոր բարձր ճշմարտությունը, ինչ որ է սպասում այս ժամանակ։ Այո, իսկապես, երբ որ նման դեպք է տեղի ունենում, գոնե 40-ով քննիչը չի գնում արձակնություն։ Եվ ստորաբար Մի րոպե, լավ, որևէ անձին մի րոպե, Պելրոսյան բերեցին, այդքան հարցաքննեցին, որովհետև ինձ պետք է դատարան քարշ տան, ու այս պատմությունը իմ ու Հակոբյանների մեջ չի, իմ ու վերևերի մեջ է, դուք դա ասեցիք այսօր, դուք, այս է դուք ասել, Ամբաստանյան կամնեք ոտի։ Այնուհետև դուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդեց, որ դատարան կանչեն եւ որպես վկա հարցաքննեն, քաղցած չէին սպասում հաղորդման հեղինակներ Սուրեն Շաֆերդյանին եւ Դավիթ Վարդանյանին։ Կողմը պնդում է, որ վտարի պահին բեմում ակնիշի ավտոմեքենայի վարորդ Ամբաստանյան Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Գրական գործողություններ են ձեռք բերվել մի վտարի, որը Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի Սարանաշ գյուղում գտնվող իր առանձնատանը հյուրընկալել է քաղցած չէին սպասում հաղորդաշարի աշխատակիցների։ Նշված հաղորդման ֆորմատից ելնելով Վարդան Պետրոսյանը ճաշատեսակ է պատրաստել, այնուհետև բոլորը այդ թվում նաև քաղցած չէին սպասում հաղորդաշարի աշխատակիցներ Սուրեն Շահվերդյանը և Դավիթ Վարդանյանը նստել են սեղանի շուրջ համտեսելու այն։ Դրական գործով առկա են տվյալներ, որ ներկաներից ոմանք օգտագործել են նողի։ Այսինքն, հնարավոր է, որ միջնորդությանս մեջ նշված անձանց հայտնի լինեն տեղեկություններ։ Վտարից առաջ Վարդան Պետրոսյանի կողմից ալկոհոլ օգտագործելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն։ Դատարանը սակայն միջնորդությունը հետաձգեց, քանի որ տվյալ գործով նախաքննության փուլում հաղորդաշարի աշխատակիցներն արդեն հարցաքննվել էին։ Փոխարենը դատարանը հաջորդ դատական նիստին որոշեց որպես վկա կանչել այն բժշկին, որը վթարից հետո ստուգելով Վարդան Պետրոսյանին սթափության մասին եզրակացություն էր տվել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 23-ին 14:00-ին։ Դատական նիստից հետո հայհոյանքները փաստաբանի եւ Վարդան Պետրոսյանի հարազատների նկատմամբ շարունակվեց դատարանի դահլիճից դուրս։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ հանգեցրել է 2 կամ ավելի մարդու մահվան։ Չեք հայհոյում, ներկայացեք։ Այն կողմ չեք հայհոյում։